Բոլորստանի դուրս գալուց մի քանի ավտոյով շրջապակեցին, որ բերման եք ենթարկվում։ Չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու նրա 3 ընկերները 3 Սուրբ Փրկիչ եկեղեցի վարչապետի այցին զուգահեռ բողոքի ակցիա էին պատրաստվում իրականացնել ու մեջբերեմ ոչ Նիկոլ մի քանդիր եկեղեցին վերադարձնել անձնագրայինը եւ Արցախը Հայաստան էգրությամբ թռուցիկներ բաժանել հավաքվածներին։ Նրանք սակայն ոչ Փաշինյանին տեսան, ոչ էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, ցույցը չմեկնարկած տղամարդկանց բերման ենթարկեցին Գևորգին հենց իրենց բակից։ Բոլորստանից դուրս գալուց 9-ից մինչև 10-ը մեզ տանում են ձերբակալում, հայտարարում դուք արդեն ձերբակալված եք, տանում են տարբեր բաժանումներ։ Բերման ենթարկելու պահին ըստ Հակոբյանի պատճառաբանել են, թե կասկածում են, որ իրենց մոտ զենք կա։ Անազատության մեջ պահել են մի քանի ժամ եւ միայն վարչապետի այցի ավարտից հետո ազատ արձակել։ Նպատակը մեզ մեկուսացնելն էր, ասում է Հակոբյանը։ Որպեսզի մեր նման մեր տեսակի մարդիկ չկարողանան կամ հոգնեն, կամ չուզենան, կամ վախցնեն, չգիտեմ։ Այդ մինչև ընտրությունները մի խոսքով այդ ճնշումները ասում ես գնալով ավելանալու է, տարբեր տեղեր, տարբեր ձևերով։ Նրանք առաջին անգամը չէ, որ բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Դեռ 2024-ին Չարենցավանի անձնագրային բաժնի փակման դեմ ցույցեր էին անում ու երեկվա ակցիայի ընթացքում նաև դրա դեմ էին պատրաստվում դարձյալ բողոքել։ Հակոբյանը պնդում է, իրենց ծրագրի մասին ոչ մեկին չեն հայտնել։ Ենթադրում է, որ իրավապահները հետևել են իրենց։ Մինչ Փաշինյանի այցը նա Facebook-ում գրառումներ է արել։ Մեջբերեմ Չարենցավանցիները պետք է ճակերտների մեջ հավուր պատշաճի դիմավորեն 40,000 բնակչության անձնագրայինի բաժանմունքը լուծարած թիվ 1 չինովնիկին։ Ուրբաթ էլ գրել է, թե դեմ է, որ հազարավոր քաղաքացիներին անհարմարություն պատճառող պաշտոնյան Չարենցավան գա։ Այսքանով ամեն բան չի սահմանափակվել։ Գևորգ Հակոբյանի պնդմամբ իրավապահները նաև հայտնել են, թե պաստառների համար քրեական վարույթ են նախաձեռնել։ Նրա հեռախոսը չեն վերադարձնում, այն մինչև հիմա իրավապահների ձեռքում է։ Երեք էլ գնացի, որ վերցնեի հեռախոսս, որտեղ դիմենք մի հատ քննչական գործողություն անենք, նոր հետո կտանք։ Քննչական կոմիտեի լրատվականից հայտնում են Հակոբյանի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, այն արդարացնելու կամ քարոզելու եւ այդ նպատակով նյութեր ու առարկաներ տարածելու հոդվածով։ Ներքին գործերի նախարարությունից էլ պարզաբանում են, 2 անձի բերման են ենթարկել զենքզինամթերք ունենալու, 2-ին ատելության խոսք տարածելու կասկածանքով։ Փաշինյանի մասնակցության պատարակների ընթացքում մայրակարտությունը հաճախ սվիններով է ընդունվում։ Հենց 3 երբ տղամարդկանցից մեկը հարցազրույց էր տալիս ու պարզապես պատմում, որ արդեն մի քանի ժամ է Գևորգի ու մյուսների մասին տեղեկություն չունեն, հավաքվածների շարքից Պարիս բուն իմաստով լրացրին նրան։ Ու խոսում եք ոչ ձեռա տալի։ Ուրեմն, մի գոռաց։ Ես քաղաքացի, մենք խոսանք շփվենք։ Նույն երիտասարդն ակտիվ էր նաև անցած շաբաթ։ Հենց նա Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակից մի կողմ տարավ կնոջը, որն այնտեղ էր Փաշինյանին նամակ հանձնելու համար։ Եկել էր վարչապետը, ինչ կար, մարդ ենք սպանում, թող լսեր մի հատ գյուղացու։ Ոչ թե գային գախտի ախրանիկներով փախտեն գնան։ Էդի ղեկավար չի կոչվում։ Ղեկավար չի կոչվում էդի։ Ղեկավար որոնի չի թողնում մեզ այդ հատը։ Մի մարդ նույնիսկ փորձեց հարվածել կնոջը, նրան խոսել անգամ թույլ չէին տալիս ու լրացնում Նիկոլ վարչապետ արտահայտությամբ։ Ոստիկանները նաև եկեղեցիներից հեռացնում են բոլոր այն մարդկանց, որոնք փորձում են ամենայն հայոց կաթողիկոսի անունը վանկարկել պատարագի ժամանակ։ Գարեգին II անվան զեղչումը պատարագին մասնակցելու Փաշինյանի պայմանն է։